Ողջույն արգել հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Միրաքյան Վահան։ Ողջույն, Դավիթ Վարդանյան։ Եվ ուր ենք այսօր ուղևորվում։ Դու ինձ համար անակնկալ էիր պատրաստել եւ ասացիր, որ պետք է գնանք կրկես։ Այո, դու իրավացի ես։ Վարդանյան եղբայրների կրկեսն ենք այսօր բացահայտելու, բայց բացահայտումները կսկսենք Գևորգ Վարդանյանի տնից։ Սկզբում տուն, այնուհետև կրկես։ Այո։ Վերջին անգամ երբ ես եղել կրկեսում, Դավիթ, Երևանում։ Դե նախ հաշվի առնելով այն փաստը, որ 15 տարուց ավել կրկես չունենք։ Մինիմում 15 տարի առաջ, հասկանալի է։ Մոտ 20 տարի առաջ երևի թե։ Դե գնանք մեր երկուսի երազանքը իրականություն դարձնելու։ Գնացինք։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ և առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color և արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными. Они идеальными. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Visage Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ և առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Visage Color և արդյունքն ակնհայտ է։ Visage Color, ընտրիր քո գույնը։ Ողջույն Գևորգ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, համեցեք։ Մինչ ամենալը կխնդրեմ Դավիթին արձանագրել աշխարհի ամենահետաքրքիր խալիներից մեկը, խնդրում ենք մնալ խալու վրա, ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար։ Սա ձեր ընտրությունն է, թե ոչ։ 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 Դե լավ, գանք ներս։ Դե պատմեք ինչպես է տրամադրությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սեդանայի իմ կինն է։ Շատ ուրախ ենք։ Նմանապես։ Համեցեք։ Պատմեք ինչպես եք արթնացել առհասարակ կրկեսի արտիստը, ինչպես է արթնանում, ինչպես է օրը սկսում։ Մենք մեր օրը պլանավորում ենք արդեն երեկվանից, որովհետև ունենք փորձեր, պատրաստվում ենք, առավոտը արթնացել ենք, նախաճաշել ենք ու հիմա պիտի պատրաստվենք, որ գնանք կրկես ու փորձերին մասնակցենք։ Տանը մարզումներ չեք իրականացնում, մարզումները իրականացնում եք։ Փոքր տեղերը դժվար կարողանաս մարզումներ իրականացնել, դրա համար մեզ ավելի բարձր առաստաղներ են պետք, դրա համար մենք կրկեսում ենք մարզում։ Տեղափոխվենք հյուրասենյակ, Գևորգ, եթե իհարկե դեմ չեք։ Իհարկե դեմ չենք։ Ձեր հյուրասենյակում արդեն հեռվից նկատում եմ աշխարհի բոլոր տեսակները դինոզավրերի։ Ինչով է սա պայմանավորված։ Սա իմ տղայի հոբին է, կարելի ասել, շատ է սիրում դինոզավրներին, քանի որ մենք շատ ենք շրջագայում, մենք որտեղ որ գնացել ենք, ամեն անգամ մեր հետ ինչ-որ մի դինոզավրի բերել ենք ու սենց հավաքվել է, սա մի մասն է, կարելի ասել, սրա 10 անգամ ավելի շատը արդեն մեր սկլադում է, որովհետև չի տեղավորվում բոլոր այդ դինոզավրները։ Բերել ենք այն դինոզավրները, որը որ ինքը միշտ խաղում է։ Քանի երեխա ունեք, Գևորգ։ 2։ Իսկ որտեղ են նրանք։ Վարդանը դպրոցում է, իսկ Դավիթը մանկապարտեզում է։ Իսկ ինչու նրանց չեք բերել նկարահանման այսօր։ Իմ կարծիքով դա վատ մտահղացում կլիներ, որտեղ հաստատ հիմա չենք կարող հանգիստ զրուցենք։ Ինչպես եք ծանոթացել Սեդայի հետ։ Սեդայի հետ մենք ճանաչվում ենք իրար շատ շուտվանից, կարելի ասել մեզ հրավիրել էին հարսանիք, ես այդ վաղ 14 տարեկան էի, ինքը 8 տարեկան էր։ Ո բավականին։ Այո։ Ես երբ որ պարում էի, ինքը ցենց վազվզում էր այդտեղով, բայց հələ չգիտեի, որ իմ կինն է դառնալու ապագայում։ Անցավ որոշ ժամանակ տեսա, հավանեցի եւ եկա Հայաստան, նշանվեցինք ու հետո 1 տարի հետո ամուսնացանք։ Սեդա դուք նույնպես կրկեսի արտիստ եք, թե ոչ։ Ոչ։
Դուք ինչով եք զբաղվում։ Ես դեռ տանն եմ երեխաների հետ, բայց հոգեբան եմ մասնագիտությամբ, բայց դեռ չի ստացվել իրականացնեմ իմ պլանները, բայց շուտով։ Հոգեբանական աջակցություն ցուցաբերում եք Գևորգին ելույթներից առաջ։ Օգնում եք ես։ Իհարկե։ Կարևոր է դա։ Իհարկե, որովհետև ինքը ունի այնց գիտելիքներ, որ կարողանում է այդ գիտելիքները ոչ թե փոխանցի, այլ նաև ազդեցություն ունենա, որ կարողանաս ավելի ճիշտ որոշում կայացնես, թե կյանքում, թե գործի մեջ, թե առօրյա ընտանիքում։ Գևորգ, որքան ժամանակ է, որ Հայաստանում զբաղվում եք կրկեսային արվեստով։ Ես ու եղբայրս սկսել ենք կրկեսային ոլորտում, ես երբ որ 5-6 տարեկան էի, եղբայրս 5 արդեն մեր պետական կրկեսում ելույթներ ունեցել ենք։ Դրանից հետո արդեն մենք մարզվել ենք մեր տանը եւ գնացել ենք շրջագայության։ Շրջագայություններից հետո հետ ենք վերադարձել էլի Հայաստան, հետո այտենց միշտ շրջագայության մեջ ենք եղել։ Եվ այս պահին որքան ժամանակ է, որ Հայաստանում այս պահին, որ մեր կրկեսը հիմնել ենք եղբորս հետ, արդեն գործում է 1 տարի 6 ամիս։ Իսկ որ քաղաքներում եք եղել շրջագայություններով եւ աշխատանքի բերումով։ Հենց Հայաստանում, թե չէ, առհասարակ աշխարհում։ Երևի ավելի ճիշտ է նշել, որ երկրներում չենք եղել, որովհետեւ շատ երկար թվարկենք, որտեղ 20 տարվա ընթացքում մենք հասցրել ենք, կարելի ասել, ողջ աշխարհը շրջագայել։ Ամենատպավորած երկիրը, որը փայլում էր իր կրկեսային արվեստով, ո՞րն էր ձեզ համար։ Իմ համար Մոսկվան էր, որ երբ որ ելույթ ունեցանք Մոսկվայում, ես այդպիսի կրկես չէի տեսել, դա Большой Moskovский циркն էր, երբ որ ընդեմ Մոսկովյան մեծ կրկես, հա, թարգմանաբար։ Այո։ Ինքը մանեժը փոխվում է։ Ես տարբեր կրկեսներում եմ եղել, բայց մենակ այդ կրկեսում եմ տեսել, երբ որ մանեժը փոխվում է տակից, այսինքն ինքը լրիվ ուրիշ սենց ֆռում է ու բարձրանում է, արդեն լրիվ ուրիշ մանեժ է, էլի, դա իմ համար դա մեկ անգամ եմ աշխատել, բայց շատ եմ հավանել այդ կրկեսը ու տպավորված եմ ամեն ինչը։ Համ զրուցենք, համ շրջագայենք ձեր տանը, եթե իհարկե դեմ չեք, Գևորգ, ինչ վիճակում է գտնվում հայկական կրկեսը, եթե իհարկե կա այդպիսի։ Դե ես ինչքան գիտեմ, պատրաստվում են, որ բացեն կրկեսը, Վերջին 15 տարին ես հիշում եմ, որ պատրաստվում են, որ բացեն։ Հա, բայց վստահ եմ, որ երբ որ բացեն, ինքը լինելու է աշխարհի լավագույն կրկեսներից մեկը։ Աշխարհի լավագույն կրկեսներից մեկն է լինելու, որովհետև ինքը ունենալու է բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Ասում են ավելի լավ է ուշ, քան թե երբեք, դրա համար հույսներս չեն կտրում, հույսով եմ, որ շուտով կբացեն եւ կլինի արդեն պրոֆեսիոնալ կրկես։ Կխնդրեմ նշել նաեւ ձեր իրերի մանրամասները։ Ինչով է սա պայմանավորված։ Էսի իմ տղայինն է, իմ տղան քիքբոքսով է զբաղվում։ Այո։ Սիրում է քիքբոքսով, ճիշտն ասած կրկեսային ոլորտը ինքը տենց ոնց ասեմ, հակում չունի։ Չունի, այո։ Բայց փոքր տղես ունի հակում, որտեվ ես իրան դաժե չեմ թողում մի բան անի, բայց ինքը միշտ գալիս է, ասես կլխ կոնձիներ անում, 2 տարեկան է, բայց արդեն ցույց է տալի, որ ես տեսնում եմ, որ իր մոտ էտիկ ստացի։ Իսկ տղես սիրում է տենց ձեռնամարտի ինչ որ բաներ, տենց բաներ է սիրում էլի։ Բուդապեշտի կրկեսային փառատոնի հավաստագիր եմ տեսնում այդտեղ։ Հա, սա ինչ որ մի մասն է, որը որ մենք մասնակցում ենք աշխարհի բաներ, մրցումներ էր կրկեսային ոլորտում։ Մենք այդ վաղ արժանացանք արծաթե տիտղոսին PlayStation 5 Այս զբաղվածության մեջ ինչպես եք կարողանում նաև զբաղվել այս ամենը, որովհետև չեք կարող ասել, որ ձերը չէ, տեսնում եք գրված է Գևորգ, կարող եք մոտենալ, խոշոր պլանով նկարել։ Ճիշտն ասած, քանի որ մենք փոքրուց պարապել ենք կրկեսում, այսինքն մենք փոքր ժամանակ չենք ունեցել ընդհանրապես ինչ որ մի խաղերով խաղանք, այսինքն մեր խաղերը փոխարինվել է մեր պարապմունքներով, որովհետև վաղ դա եղել եւ 6 ժամ, 7 ժամ վաղ դա եղել
մինչև 8 ժամ մենք եղբորս հետ պարապել ենք, որ հասնենք այս արդյունքին։ Դրա համար ոնց որ ասած բաց թողածը հիմա ենք լրացնում, որովհետև բոլոր երեխաները երբ որ այդմին խաղում էին, մենք պարապում էինք այդ վաղ, իսկ հիմա ոնց որ ասած արդեն ավելի ազատ ժամանակ երբ որ ունենում ես, այդպես խաղում ես ինչ որ քո մանկության բաց թողածը լրացնում ես։ Գևորգ, իսկ հասնում եք հեռուստացույց դիտել այս բազմազբաղ առօրյայում, թե ոչ։ Հեռուստացույց, այո, դիտում ենք, կինս է շատ սիրում հեռուստացույց եւ միշտ կանչում է ինձ, որ հետաքրքիր բաներ ա լինում, իրար հետ դիտում ենք։ Հրաշալի նորություն ունեմ ձեզ համար, սա դա եթե դուք իհարկե հասցնեք դիտել հեռուստացույցով որևէ խնդիր չկա, բայց վստահ եմ Գևորգը շատ բազմազբաղ է, միգուցե չհասցնի։ Հաղորդումը Կենտրոն հեռուստաընկերությամբ եթեր գնալուց անմիջապես հետո կարող եք մուտք գործել Չէին սպասում ԿՏՄ կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ նույնպես տեղադրված կլինի, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Սա կապված մեզ հետ։ Գևորգ, իսկ ինչն է հիմնական ձեր ժամանակը խլում, որ խաղը։ Ես ունեմ ընդամենը մեկ խաղ, որը որ մենակ ես եմ խաղում, դա 2018 թվականից սկսած ամեն տարի մենակ այդ մի խաղն է, որ իմ մոտ թարմացվում է, դա FIFA-ն է։ Ֆուտբոլի սիրահար եք։ Ֆուտբոլի, այո։ Սեդա, իսկ դուք միանում եք խաղին, թե նա միայնակ է խաղում։ Ես միայն իրան поддерживаю։ Սատարում եք։ Այո։ Իսկ չեք սիրում դուք համակարգչային խաղեր։ Ոչ։ Չի նյարդայնացնում ձեզ այն փաստը, երբ Գևորգը կլանված համակարգչի դիմաց զբաղվում է խաղում։ Ես այդքան շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրեմ, բայց երբ որ խաղում եմ միայն Մեկ դաժե ես եմ ասում, որ եւ գնա մի քիչ նստի խաղա, ես է գործեր ունեմ անելու։ Այսինքն գնա ինձ մի խանգարի գնա խաղա։ Շարունակենք բացահայտել ձեր բնակարանը, որ հատված եք մեզ ուղեկցում այս պահին։ Մենք գնանք մեր խոհանոցը։ Գնանք խոհանոց։ Գևորգ, իրականում դուք ձեր եղբոր հետ եք մշտապես ելույթ ունենում, դե հասկանալի է, գտնվում ենք ձեր ընտանիքին պատկանող բնակարանում, իսկ որտեղ է ձեր եղբայրը, որտեղ է Անդրանիկը։ Անդրանիկը հենց հիմա կրկեսում է, պատրաստվում է մեր փորձերին։ Ճիշտն ասած, ես էլ արդեն պետք է գնամ, որ կարողանամ պատրաստվենք փորձերին, էլի։ Մոտակա վաղտերս ունենք Georgian Got Talent, որ մասնակցում ենք, մենք անցել ենք ֆինալ։ Եթե մենք այդտեղ հաղթենք, արդեն կլինենք եւս մեկ հաղթող գրուզինսկի տալանտում, վրացական տալանտում, հա, դրա համար հիմա պետք է գնանք մի քիչ պատրաստվենք, որ Եթե չեմ սխալվում, դուք նույնիսկ մասնակցել եք բրիտանական։ Մենք մասնակցել ենք բրիտանական Got Talent, American Fantasy League, դա Fantasy League-ը, այսինքն մենակ հաղթողներն են մրցում իրար հետ։ Տարբեր պրոյեկտներից մենք քանի որ 10-րդ յուբիլեյի մրցաշրջանի Մինուտը Սլավայի հաղթողներն ենք, մենք էլ ենք մասնակցում այդ American Got Talent Fantasy League-ին, մենք անցանք պոլոֆինալ, հետո էլ չմասնակցեցինք էլ։ Ասացիք, որ Անդրանիկը այս պահին գտնվում է կրկեսում, դուք նույնպես պետք է գնաք կրկես, որովհետև պետք է պարապեք, մարզվեք, իսկ մենք հնարավորություն ունենք ձեզ այդ կրկեսում գտնվել։ Իհարկե։ Այսինքն կարող են գալ եւ նկարահանում իրականացնել։ Այո, իհարկե, այնտեղ փորձեր ա լինելու, կարող եք նկարահանել, ծանոթանալ մեր ավելի հարորյային մոտից։ Շատ լավ, հուսամ մենք կկարողանանք այդ նկարահանումը իրականացնել, Դավիթ, հուսամ դեմ չեք։ Շնորհակալություն։ Խոսենք խոհանոցից, Սեդա։ Ով է ձեր տանը ավելի շատ գտնվում խոհանոցում պատրաստելու համար։ Դե ես։ Դուք։ Քանի որ հա Գևորգը շատ զբաղված է, ես եմ, բայց դե ինքն էլ ինձ օգնում, ինքը շատ համով պիցա է պատրաստում։ Համով պիցա եք պատրաստում, պատրաստի խմորը առնում եք պատրաստում։ Ոչ, Զրոյից եք պատրաստում։ Փաստորեն կարող էինք ձեզ այցելել, նաև քաղցած սպասում են հաղորդաշրջաններում, բայց չայցելեցինք։ Ոչինչ։ Անգամ Իտալիայում ինձ էլ էր այս անգամ իր հետ վերցրել Գևորգը, տարել էր, մենք պիցա պատվիրեցինք, անկեղծ եմ ասում, ես ասի քո պիցայի նման չի մեկը։ Ու լավ տեղից, ասենք նորմալ պիցա էր, բայց не то։
Գևորգ, նաև այսքան զբաղված լինելու հետ մեկտեղ չեք մոռանում լինել ռոմանտիկ։ Ճիշտ է։ Այո, աշխատում եմ, Ուսամ չեք հիասթափեցնի ինձ, եւ սա իրոք ձեր կողմից տրամադրված ծաղկեփունջ է։ Հրաշալի է։ Եղել եք աշխարհի բազմաթիվ երկրներում եւ աշխատանքի բերումով եւ որպես զբոսաշրջիկ։ Նաև քիչ ժամանակ, բայց ապրել եք Հայաստանում, որովհետև համեմատության մեջ եթե դնում ենք, Հայաստանում քիչ եք եղել։ Այո, Հայաստանում քիչ ենք եղել։ Բայց իրականում ձեզ համարում եք աշխարհի քաղաքացի, թե Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի քաղաքացի։ Սիրում եք Հայաստանը։ Այո։ Եվ որոշել եք շենացնել, ծաղկեցնել այն, կրկեսային արվեստը զարգացնել։ Ոնց մենք կարայինք առանց մտածելու աշխատենք տարբեր երկրներում, բայց մենք ընտրեցինք գանք Հայաստան ու շատ ուրախ եմ, որ մենք գտնվում ենք Հայաստանում, քանի որ մեր հանդիսատեսը մեզ միշտ տեսել է հեռուստացույցով։ Բայց հիմա իրանք հնարավորություն ունեն տեսնելու մեզ կենթանի մեր ներկայացումները, որը որ լինում են կրկեսում, բավականին մեծ հանդիսատես ենք ունեցել, արդեն այս տարի ու կեսվա ժամանակ բոլորը արդեն հասցրել են համարյա տեսնել։ Ովքեր չեն տեսել, կարող են դեռ տեսնել։ Հետաքրքրում է հայաստանյան հանդիսատեսին կրկեսը, թե ոչ։ Ես անգամ երբ որ ես գնացի խանութ, երեք ասացին կներեք կարող է դուք կրկեսում եք աշխատում։ Ասեցի հա, ես է կապիշոնով էի, բայց չհասկացա ոնց տեսան, էլի հասկացան։ Ասի այո, ասում եմ մենք ձեզ մոտ եկել էինք, շատ էինք հավանել ու ոչ միայն է տենց շատ են լինում, որ հավանում են, ուրախանում են ու ասում են մենք այսքան ժամանակ կրկես չէինք տեսել ու այդպիսի կրկես շատ ուրախ ենք, որ տենց բան եք կազմակերպել, բերել եք Հայաստան։ Գևորգ, իսկ ինչու ձեր մասին այդքան շատ ինֆորմացիա չկա համացանցում։ Ինչն է պատճառը։ Դուք ինքներդ չեք ուզում այդքան շատ հանրայնացնել ձեր գործունեությունը, թե անդրադարձը քիչ է ձեր անձի մասին, անձերի ավելի ճիշտ ձեր եղբոր։ Մենք որպես դերասան ամբողջ աշխարհով մեզի շատ են ճանաչում կրկեսային ոլորտում։ Այսինքն, եթե ասում են ինչ որ մի կրկեսում ներկայացնում են Հայաստանը, ասում են, հա, հաստատ Վարդանյան եղբայրներն են։ Տենց են մտածում, որովհետև այսքան ժամանակ միակ մենք ենք եղել, որ ներկայացրել ենք Հայաստանը ամբողջ կրկեսային ոլորտում։ Թե կլինի Իսպանիայում, թե Իտալիայում, թե տարբեր երկրներում։ Մենք միշտ ներկայացրել ենք Հայաստանը ու հպարտությամբ ենք ներկայացրել, էլի դրա համար շատ ուրախ ենք, որ գտնվում ենք Հայաստանում ու ներկայացումները ցույց ենք տալի հենց մեր հանդիսատեսի համար։ Միակն եք, եթե չեմ սխալվում, այս պահին Հայաստանում, ճիշտ է։ Այո, միակ կրկեսն է, որ պրոֆեսիոնալ ծրագիր ունի ու թե տեխնիկապես, թե կրկեսային մթնոլորտով, թե ամեն ինչով։ Կա արդյոք որևէ պետական աջակցություն ձեզ կապված ձեր գործունեության հետ, թե միևնույնն է սա դիտարկվում է որպես բիզնես։ Ճիշտն ասած, սա մենք երբ որ որոշեցինք, մեր նպատակը այն էր, որ մենք ամբողջ աշխարհով մեկ ելույթներ ունեցել էինք բացի Հայաստանից։ Ու տենց հրավերք չի եղել Հայաստանից, որ մենք գանք ինչ որ մեր ներկայացումները ցույց տանք։ Դրա համար եղբորս հետ որոշեցինք ձեռք բերենք մեր կրկեսը, Վարդանյան եղբայրների կրկեսը, ու արդեն մենք էլ մեզ հրավիրենք ներկայացման։ Հետա եղել։ Հրաշալի եք մտածել։ Եթե թույլ տաք, մենք դուրս գանք այս պահին պատշգամբ, որովհետև շատ հետաքրքիր բան նկատեցի։ Գևորգ, ձեր պատշգամբում կա ձնեմարդ։ Այո։ Ո՞վ է սրա հեղինակը։ Տղեկս։ Երկուսն էլ։ Ստեղծագործում են։ Մենք տանը չենք եղել։ Եկել եք եւ անակնկալ ձեր պատշգամբում կա նոր բնակիչ։ Շատ ցուրտ է, եթե դեմ չեք, փակեմ դուռը եւ պատուհանը նույնպես։ Եվ ուրեք մեզ ուղեկցում, շարունակում ենք բնակարանային բացատրությունները։ Սենյակն է, ստեղա։ Տղայի։ Այո։ Իսկ մյուս տղան որտեղ է։ Մյուս տղան մեր մոտ է։ Այո։ Իդեպս վերջերս մրցումների էր, երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ես լիահույս եմ, որ շատ արագ կընթորինակի հայրիկին եւ կսկսի զբաղեցնել միայն առաջին տեղերը։
Վաղ չկա կենդանիների հանդեպ, լավ է։ Այստեղ նույնպես դինոզավրերի մասին արձանագրություններ։ Այո, ինքը սիրում է դինոզավրների մասին, տենց գրքեր ունի, բայց նաև մարդու անատոմիա է ուսումնասիրում, ռուսերեն լեզվով։ Ռուսերեն կրթությունը ռուսական է նրա սկզբնական։ Սկզբնականը ռուսական է, բայց քանի որ արդեն 1 տարի ու կես է մենք Հայաստանում ենք, ինքը արդեն սովորել է հայերեն գրել, կարդալ ու ճիշտ է ռուսական դպրոց է գնում, բայց հայերեն կրթություն ստանում է։ Հեշտ եղավ նրա համար այդ անցումը, թե բարդություններ կային ամեն դեպքում։ Բարդություններ, դե որ միշտ ինքը խոսացել է ռուսերեն, շփվել է երեխաների հետ ռուսերեն, արդեն բան է արել, սովորություն է իր մոտ եղել, բայց երբ որ եկանք Հայաստան, ինքը շատ շուտ փոխվեց ու սկսեց հայերեն խոսալ։ Այս կողմից էլ պետք է խնդրեմ, որ արդեն դուրս գանք պատշգամբ, հասկանանք ինչ տեսարան է բացվում ձեր տնից։ Սովորաբար ստեղից Արարատը շատ սիրուն է երևում։ Ահա։ Բայց այս պահին երևում են շատ գեղեցիկ բոլոր շենքերը։ Այո։ Սիրում եք Երևանը։ Այո։ Բնիկ երևանցիներ եք։ Այո, այո։ Մանկությունը անցել է որ թաղամասում։ Զեյթուն։ Հիմա էլ են գտնվում Զեյթուն թաղամասում, եթե դեմ չեք բարձրաձայն այդ ամենի մասին, հիմա էլ են գտնվում Զեյթուն թաղամասում։ Ինչով է դա պայմանավորված, չէիք ուզում կտրվել հայրական բակից, թե ուղղակի աշխատանքի բերումով եք այստեղ բնակվում։ Չէ, որոշեցինք այստեղ բնակվել, որովհետև դպրոցին շատ մոտ է, որ երեխան կարողանա արդեն ինքնուրույն գնա դպրոց գա, էլի, դրա համար։ Հասկանալի է։ Գևորգ, հաղորդման այս հատվածում մենք արդեն ձեզ պետք է տրամադրենք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները եւ դուք խոստացաք, որ հնարավորություն ունենք նկարահանումները շարունակելու կրկեսում, ականատեսը լինենք, թե ինչ է կատարվում կրկեսում, իսկ միգուցե մենք նույնպես դառնանք մի որևէ համարի մասնակիցը։ Իհարկե։ Ունենք այդ հնարավորությունը։ Այո, իհարկե։ Բոլոր հնարավորությունները ունենք կրկեսում։ Ուրեմն գնանք հիմա խոհանոց, հանձնենք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները եւ շարունակենք մեր նկարահանումները երևի թե արդեն կրկեսում, ճիշտ է։ Շատ լավ։ Գևորգ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ՝ կարմիր աղացած քաղցր պղպեղ, կարմիր աղացած կծու պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ոչ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Ճիշտն ասած, մենք միշտ օգտագործում ենք Սլաբադան եւ ուրիշ ձեթ չենք էլ պատկերացնում։ Դե, շարունակեք մշտապես օգտվել։ Գևորգ, ներկայացնեմ Visage Color պրոֆեսիոնալ ներկերը, այն կանայք, ովքեր ցանկություն ունեն մազերի գույնը փոխելու, խորհուրդ եմ տալիս փոխել հենց Visage Color-ով։ Չնայած դուք բեմի մարդիկ եք, այնպես որ դուք էլ կարող եք օգտագործել այս ամենը։ Այստեղ են նաև խնամքի եւ հիգիենայի պարագաները Visage-ի կողմից տրամադրված։ Իհարկե ամբողջ տեսականին այստեղ չէ, ամբողջ տեսականին կարելի է գտնել բոլոր խանութներում։ Visage Color, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք։ Եվ այսպես, Գևորգ, մենք վերջապես հասանք կրկես, սիրով ողջունում ենք Անդրանիկին, բարև ձեզ Անդրանիկ, ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք։
Մենք նույնպես շատ ուրախ ենք, գտնվում ենք Հաղթանակ զբոսայգում, որտեղ տեղադրված է արդեն Վարդանյան եղբայրների կրկեսը։ Անդրանիկ, ներողություն եմ խնդրում, ես գիտեմ, որ մենք ձեզ շեղեցինք ձեր մարզումների գործընթացից այս պահին, մենք ուզում ենք ձեզ նույնպես նկարահանել, եթե դեմ չեք իհարկե։ Եվ գնանք դեպի կրկեսի կախարդական աշխարհ, բայց մինչ ներս գնալը ես ուզում եմ հասկանալ, ինչպես որոշեցիք այստեղ հանգրվանել։ Մենք շատ երկար ժամանակ էինք մտածում, որտեղ լավ կլինի մեր համար, իհարկե ունեինք շատ առաջարկներ, բայց ընտրեցինք Վարդանակ զբոսայգին, որովհետև Հաղթանակ զբոսայգին ունի մեծ ապագա։ Իմ կարծիքով մենք ավելի կծաղկացնենք այս այգին եւ մարդիկ երբ որ կգան թե կրկես թե այգի, իհարկե ավելի հետաքրքիր ժամանակ կարող են անցկացնել։ Արդեն սկսված է ձեր ներկայացումների շրջանը, ճիշտ է։ Այո, Ներսում փետրվարի 22-ին եղավ մեկնարկը, շատ հաջող սկսեցինք մեր աշխատանքը, հիմա մի քիչ ցուրտ է, մեր հայազգը խառնվել է իրար, բայց իմ կարծիքով շուտով ավելի տաքերը կընկնի եւ ավելի մարդիկ հաճախ կգան կրկես։ Շատերը չեն պատկերացնում, որ կարող է շապիտո կրկեսում լինի ջեռուցում, չեն պատկերացնում, բայց հիմա մենք ձեզ ցույց կտանք մեր կրկեսը, թե ինչպեսին է նա, թե ինչ հնարավորություններ ունի, թե ինչ մակարդակի է նա, համեցեք ներս։ Գնում ենք դեպի կրկեսի հրաշքներով լի աշխարհ, ես ճիշտն ասած չեմ հիշում վերջին անգամ թե երբ եմ եղել կրկեսում, երևի թե դա 1999 թվականն էր եւ մոտավորապես 16 տարի հետո ես մուտք եմ գործում կրկես։ Սա մեր ֆայեն է, որտեղ մարդիկ նոր առաջին անգամ մտնում են ներս, այստեղ կարող են գնել պոպկորն, Պարտադիր ատրիբուտը։ Պոպկորնը ընդունված է, բայց ադիբուդին է հայերեն։ Ադիբուդի, այո։ Ջուր քաղցրավենիք ոնց որ կրկեսում պետքա լինի, երբ որ մտնում ես կրկես, մեր մանկությունից մենք բոլորս երևի հիշում ենք, երբ որ մտնում ես մի բամբակի հոտը, թե ադիբուդի հոտը, թե ամենակարևոր մի մասն է, որտեղ տրամադրությունը բարձրանում է։ Դրանից հետո մարդիկ այստենց զարմանում են արդեն, որտեղ դրսից ինքը տենց ոնց որ այդքան հրապուրիչ չէ։ Բայց որ մտնում ես ներս, լրիվ ուրիշ աշխարհ է, այստեղից են կողմ արդեն երկրորդ անգամ են զարմանում, որտեղ չեն պատկերացնում, որ այդքան մեծ կարա լինի ինքը։ Այսա դարձավ իսկական կախարդանք, բարև ձեզ, հարգելի արտիստներ, սիրով ողջունում ենք բոլորին։ Բուրըն փորձերի process-ն է ընթանում այս պահին ձեր արենայում։ Տղաներ, կխնդրեմ նշել, թե ովքեր են այսօր ձեր կրկեսում աշխատող արտիստները, արդյոք ազգությամբ հայեր են, թե տարբեր երկրների ներկայացուցիչներ են։ Շատ տարբեր երկրներից են դերասանները, հիմնականում մենք ոնց որ ասած սեզոնի սկզբում Дима, извини, пожалуйста, просто шумно։ Շնորհակալություն փոխմբռնման համար։ Շատ տարբեր երկրերից են մեր դերասանները, հիմնականում մենք կաստինգ ենք անում հատուկ, մենք սկզբից թողում ենք ոնց որ ասած հաղորդություն, որ մենք փնտրում ենք նոր դերասանների, նոր սեզոնի համար եւ բազմաթիվ դերասաններ սկսում են գրել, որովհետեւ մեզի շատ մարդիկ են ճանաչում, իմенно կրկեսային սֆերայում։ Երբ որ սկսում են գրել, մենք ընտրում ենք, որ համարները մեր համար հետաքրքիր կլինի, որպեսզի շոու ծրագիրը լինի շատ բազմաժանր, չկրկնվի, ու պարտադիր ընտրում ենք, որ դերասանները թե իրանց համարների ոնց որ ասած որակը բացի դրանից, որ մարդիկ տեսք ունենան, որտեվ կրկեսը պետքա լինի էսթետիկ, դա շատ կարևոր է։ Եվ այդ ամեն ինչը մեծ աշխատանք է, որը մենք կատարում ենք, որպեսզի ունենանք նոր շոու ծրագիր։ Որքան ժամանակ է տևում արտիստների կրկեսում գտնվելը, դա ունի կոնկրետ ինչ-որ սեզոնային պայմանավորվածություն, թե պայմանագիր է, որ պարտադիր պետք է զբաղվածություն ունենա։ Այո, 3 ամիսը մեկ մենք փոխում ենք ներկայացումները, քանի որ Երևանը ինքը փոքր է, այսինքն փոքր շուկա է, որտեղ հնարավոր չի մի տարի, ասենք նույն ներկայացումը դու ցույց տաս,
պետք է իրան ամեն անգամ ոնց որ ասած նոր բան առաջարկես։ Եվ մենք 3 ամիսը մեկ ներկայացումները փոխում ենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան, այսինքն 3 ամիսը մեկ գան նոր ներկայացում տեսնելու։ Իհարկե դա շատ ծախսերի հետ է կախված, բայց մենք ոնց որ ասած այդ ամեն ինչին պատրաստ ենք, որպեսզի մեր հանդիսատեսը ունենա հնարավորություն ամեն անգամ նոր ծրագիր տեսնելու։ Տղաներ, իրականում պետք է ասեմ, որ շատ տաք է կրկեսում այս պահին, զարմանալիորեն տաք է նույնիսկ, դրսում բավականին ցուրտ էր, իսկ այստեղ եղանակը նույնիսկ հաճելի է, կարելի է առանց վերարկուի գտնվել ներսում։ Որովհետև մեր դերասանները, ձեռնածուները հիմնականում շատ շուտ է սառում իրանց ձեռքերը, չեն կարա, եթե ցուրտ լինի, իրանք չեն կարա անգամ ինչ-որ մի ձեռնածույություն անել։ Դրա համար մենք անգամ փորձերի օրերը ջեռուցում ենք կրկեսը, որ կարողանան մեր դերասանները անվտանգ իրանց փորձերը անել։ Դե կուզենայի ցույց տալ, այս մեր օթորակիչներն են, ճիշտ ասեցի, օթորակիչ։ Այո, հրաշալի ասեցի։ Օթորակիչներն են, որը որ 4-ա տեղադրված է, ասենք ոչ մի շապիտո կրկեսում անկեղծ մենք շատ տեղեր ենք շրջակայել, թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, ամեն տեղ, Ամերիկայում։ Տենց բան չեն անում, որովհետև հնարավոր չի ամեն անգամ այդ ամեն ինչը հավաքես, տեղափոխվես, նորից ուստանովկա անես, դա մեծ բարդություններ է ստեղծում, բայց քանի որ մենք տենց հաճախ չենք տեղափոխվում, մենք որոշում ենք կայացրել, որ պրոֆեսիոնալ ջեռուցողական համակարգ ունենանք, որպեսզի կլիմատ կոնտրոլ ունենանք, այսինքն մարդիկ ոչ շատ շոկ են, ոչ է ցուրտ լինի։ Ջերմաստիճանը դնում ենք ու մարդիկ երբ որ մտնում են, անգամ մի քիչ ցածրացնում ենք, որտեղ երբ որ շատ մարդ է, ավելի շատ այդ ոնց որ ասած իրանց էներգիան, իրանց տաքությունն են տալի, ու լրիվ ուրիշ ատմոսֆերա է ստացվում ստեղ։ Ամառն էլ հովացնում ենք, ձմեռը տաքացնում ենք, ամառը հովացնում ենք, էլի։ Օրինակ թատրոնը, քանի որ ես հանդիսանում եմ նաև թատրոնի դերասան, ունի իր չբացահայտված, բայց հետաքրքրող կողմերը, դրանք կուլիսներն են եւ ետնաբեմը։ Ունի կրկեսը այդպիսի հատված, թե չկա որպես այդպիսի, ինչ կատարվում է միայն արենայում։ Ոնց որ ֆայեն է, նույն ձև կա զակուլիսներ, ռուսերեն եմ ասում, հայերեն չգիտեմ ոնց է։ Ետնաբեմ։ Ետնաբեմ։ Դե գնանք կուղեկցենք, ետնաբեմ վստահաբար այնտեղ էլ հետաքրքիր բաներ կգտնենք։ Դուրս ենք գալիս ետնաբեմ։ Տղաներ, կրկեսը կոչվում է Վարդանյան եղբայրներ կրկես։ Մենք այսօր ականատեսը կլինենք ձեր հնարքներից որևէ մեկի, չնայած ձերը հնարք անվանել չի կարելի, չէ՞, կարծում եմ, որովհետև այնտեղ ոչ մի կախարդանք չկա։ Որովհետև մենք որտեղ որ աշխատել ենք սախ մեր արտասահմանյան կոլեգաների հետ, երբ որ զանավեսկեն բացվում է, ստեղ որ շատ բան չերև է, այս ռեկվիզիտները դրված բան, դրա համար կապույտ լույս է տեղադրված, որ շատ ցած չլուսավոր են։ Եթե սպիտակ լույս դնես, շատ լուսավոր կլինի ու այս տես բաներ կա, որ մեկը հանդիսատեսը տենա։ Արագ, ասենք ռեկվիզիտները հանում, բերում, դնում են, մեկը ցած մի քիչ թափրտած անում, հետո դե պարզ։ Իսկ որտեղ են գրիմանոցները։ Եկեք ուղեկցենք ձեզ մեր գրիմյորկեքը, ես էլ երկրորդ մեր բանն է, ետնաբեմի հատվածը։ Այո, որտեղ որ պետք է ավելի շուտ դուրս գա, որ պետք է, ասենք երկրորդ այզիլենիումը ներկայացումը իր ռեկվիզիտները թողում ենք ստեղ, հետո տեղերով փոխվում է, ստեղ մեծ աշխատանք է կատարում, 3-4 հոգի ստեղ միշտ ասենց ռեկվիզիտները տանում բերում են, էլի, ստեղ շատ խառն է, ստեղ կողմնակի մեկը որ մտնի, ասենք մի անգամից դուրս ենք հանում, որտեվ անհնար է, էլի, շատ խառը վիճակ է, մեծ շարժ է ստեղ, ու ամեն մարդ գիտի, որին դուք չպատասխանեցիք, եւս մեկ անգամ կրկնեմ հարցս։ Կրկեսը կոչվում է Վարդանյան եղբայրների կրկես։ Մենք այսօր հնարավորություն ունենք տեսնելու, իհարկե, մենք հիմա կակրաս փորձ ունենք, այդանք ձեզ ցույց կտանք մեր հանդերձարանը եւ մեր գրիմյորկեքը, որտեղ որ պատրաստվում ենք, փոխվում ենք մեր փորձի կամ ներկայացման օրերը։ Ես ամբողջ կյանքում երազել եմ գոնե մեկ անգամ ելույթ ունենալ կրկեսում, որովհետև այն բեմից բավական տարբերվում է։ Դու ունես այսօր այդ հնարավորությունը։ Իրոք։ Անգամ օդում կարող ես ճախրել։ Չէ լուրջ։ Այո, համեցեք։
Ժողովուրդ գայթակղում եք ինձ շատ, որովհետև դա մանկության երազանք է եղել եւ ցայսօր այն իրականություն չի դարձել։ Որտեղ ենք հիմա մենք գտնվում տղաներ։ Հիմա գտնվում ենք մեր հանդերձարանում, քիչ հետարի։ Փոքր օֆիսում, որտեղ որ թե աշխատանք է կատարվում դերասանների հետ, թե մենք ինչ-որ մեր ժողովներն ենք անցկացնում փոքր կրուգում, տենց ստեղ ամեն ինչ ստեղ է տեղ ունենում, թե նոր շոու ծրագրի որոշումները ինչ պետք է անենք եւ գրասենյակ եւ գրիմանոց։ Այո, ժամանակ է լինում, որ ստեղ ասենք մենք մնում ենք, անգամ գիշերը չենք էթունտում, որովհետեւ չես կարող մեթած տուն, օրինակ ստեղ հիմա դաժե մեր աֆիշեկն է դրած, որը պատրաստում է ամբողջ քաղաքով տարածվել, սենց ամեն ինչ ստեղ է կատարվում։ Լվացարան կա մեր համար, ամեն հարմարան կա, որպեսզի երկար ժամանակ կարողանաս ստեղ անցկացնել։ Կխնդրեմ ձեր ամենակարևոր ռեկվիզիտները ցուցադրել, որոնք ամենապատվավոր տեղում են այս պահին տեղադրված։ Այո, սա մեր անվանական են դրանք, թե ոչ։ Որն է Անդրանիկինը, որը Գևորգինը, թե չկա այդպիսի տարանջատում։ Սա իմն է։ Սա մեր հայտնի թրերն են, որով որ մենք աշխարհում ունեցել ենք մեծ հաջողություն։ Եթե չլինեին այս մեր ռեկվիզիտները, ճիշտն ասած, հնարավոր է որ մենք չհասնեիք այն ամենին, ինչին հասել եք այսօր։ Այո, սա միակն է, որը որ մենք հիմա պատրաստվում ենք աշխարհի նոր ռեկորդ դնել։ Դուք արդեն դրել եք այդ ռեկորդը։ Շնորհավորում եմ ձեզ նույնպես Անդրանիկ եւ առաջարկում արդեն տեսնել ձեզ ձեր գործունեության ընթացքում, այսինքն արենայում թե ինչ հնարավոր կցուցադրեք, ինչպես նաեւ ինչի մասնակիցը կդարձնեք։ Ցույց տայ մեր յուրաքանչյուր սեզոնների աֆիշաները, որը որ յուրաքանչյուր սեզոնում եղել է տարբեր աֆիշաներ, 1.5 տարվա ընթացքում, քանի ծրագիր ենք փոխել։ Բոլոր աֆիշեկը չկա, բայց այս դրան վրա կպցրած է։ Դրան վրա են, այստեղ կարող ենք տեսնել։ Այստեղ բացակայում են մեկ աֆիշա բացակայում է։ Մեկ թե երկու դրանք։ Սա մեր առաջի աֆիշան է եղել։ Այո։ Հետո եղել է սա։ Ահա։ Ամանորյա ծրագիրը։ Հետո եղել է սա։ Հետո եղել է սա։ Հետո եղել է մեկ այլ Ամանորյա պատմություն, Christmas story, բայց այդ աֆիշայից չի մնացել, բոլորը տարել են, ռեալիզացվել։ մի հատ պահում ենք, միշտ այդ մի հատը վերջում չի մնացել։ Տղաներ, առաջարկում եմ հանդիպել արդեն արենայում, մինչ դուք կզգեստափոխվեք եւ չմոռանաք նաեւ, որ ես պետք է նույնպես մասնակիցը դառնամ։ Հեսա փոխվենք գանք։ Դե ձեզ բարի ելույթ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Տղաներ, դուք արդեն փորձի հագուստով եք, ես չգիտեմ ինչով եմ, բայց կարող եմ ասել, որ այնքան էլ հարմար չէ այս ամենով, նախ քայլելը։ Շատերը մտածում են, դա շատ հեշտ է, դու հիմա դրանում կհամոզվես, ինքը հեշտ է, թե չէ, էլի, տենց կախել։ Արդեն իսկ կարող եմ ասել, որ քայլելը հարմար չէ, բայց հիմա ասեք իմ գործողությունները, ինչ պետք է անեմ, տպավորություն է, որ իրականում այստեղ պետք է լիներ օղակ, քաշե եւ պարաշուտը բացվեր։ Բայց այս պարագայում դու պետք է զգաս, թե ինչ է զգում օդային ակրոբատը, երբ որ օդում է, դու իհարկե կլինես շատ ապահով կապված, բայց դերասաններ կան, օրինակ առանց ինչ որևէ կապման միջոցի, տրյուկները իրանց բռնված ձեռք, իրա ստրախովկեն իրա ձեռքերն է, դու ուղղակի հիմա կզգաս բարձրությունը, այստեղ մոտավորապես 11 մետր է, մենք ես կբարձրացնենք վերև եւ կփորձենք մի քանի տրյուկ անել իրար հետ։ Սիրով, ես պատրաստ եմ, ինչ է ինձնից պահանջվում, ասեք։ Նա Գևորգը քեզ կողքի։ Խնդրում եմ Դավիթ, տեսեք թե ինչքան անհարմար է քայլել այս ամենով, որովհետեւ չի ստացվում ուղղակի։ Ինձ մոտ տպավորություն էր, որ լուսնի վրա եմ, անկշռելիության զգացողություն է ապահովում։ Դե, չգիտեմ ինչ կլինի հետո, բայց ամեն դեպքում իմացեք, որ ես բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ, որովհետեւ չգիտեմ ինչ է ինձ սպասվում։ Իմ գործողությունները տղաներ, խնդրում եմ ասեք։ Այո, Վահան ջան, պետքա հելնես վերև ու փորձես օդի մեջը պտույտ տաս, բայց եթե բարձրությունը
վախենալու լինի, մենք քեզ մի քիչ կիչացնենք։ Բարձրությունը վախենալու չէ, ուղղակի կյանքումս առաջին անգամ եմ փորձելու օդի մեջ ինչ-որ պտույտ կատարել, չգիտեմ, կստացվի թե Կամ առաջ պետք է պտույտ կատարես, կամ հետ։ Շատ լավ։ Սկզբից մի հատ փորձենք ուղղակի կաչով բարձրանանք օդը, որպեսզի դու զգաս, թե ինչ է քեզ սպասում, հետո նոր ինչ-որ տրյուկը փորձենք, Շատ լավ, հետ գնամ։ Այո, Հետ գնա, հա։ Ահա։ էլի Ահա։ Եվ Ահա, այ տղաներ ինձ դուր է գալիս կրկեսի աշխարհը, անկեղծ ասած, հրաշալի ուղղակի եւ հետաքրքիր է բոլորիդ հետևել հերվից, վերևից Սա էր ամբողջը ինչը ես կարող էի անել, ինչ եք կարծում։ Պտույտ կատարես արդեն։ Ես պտույտ, օդում, իսկ ինչ է պետք դրա համար, ուղղակի պտտվել ես հագուստը չի թողնում, որպեսզի ես Ձեռքները պետք է անցկացնես ներսով։ Ու այդտենց պետք է պտույտ կատարել։ Էսպես, այն չի ստացվելու ինձ մոտ ես վստահ։ Գևորգը կօգնի հիմա։ Ահա, Հիմա այսենց ես անում, ձեռներդ ուղիղ պայի վերև։ ահա։ Հիմա փորձի անես։ Մի քիչ իներցիայով։ Այ, էտա։ Այսին նույնը ստացվեց։ պետք է վերևում անես։ Բայց ես չեմ ուզում դա անել վերևում, ամեն դեպքում հաղորդումը ձեր մասին է եւ մենք ուզում ենք ականատեսը դառնալ, թե Լավ։ Ողջույն։ Ես ուզում եմ հասկանալ, թե դուք ինչպես եք մեզ զարմացնելու, որովհետև ես որպես այդպիսին կրկեսում որևէ մեկին չեմ կարող զարմացնել, ես չունեմ այդ տաղանդը, բայց շնորհակալություն անմոռանալի էմոցիաների եւ ադրենալինի մեծ քանակի համար։ Տղաներ, ժամանակն է, որպեսզի մենք ականատեսը դառնանք ձեր հնարքի, Գևորգ, ինչ է տեղադրված ձեր գլխին։ Սա բուբլիկա կոչվում, որ բուբլիկա, կրկեսային լեզվով բուբլիկ են ասում, ինքը նման է բուբլիկի։ Օղաբլիթ։ Այո, բայց ինքը լիովին կաշեից է պատրաստված, մենք ենք պատրաստել, մեր համար սարքել ենք ռեկվիզիտ ու ցույց կտանք հիմա ինչ ենք անում։ Խնդրեմ, մենք սրտի թրթիրով սպասում ենք ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ ձեզ մոտ ստացվելու է ամեն ինչ։ Առանց տրամադրվելու միանգամից մեկ եւ պատրաստ է ամեն ինչ։ Սա շատ բարդ բալանս է, որը որ հիմնականում վերքերից կանգնած պատները ինքն է բալանսանում, վերևում դու ֆիքսված մնում ես։ Ինքը չպետք է վաբշե շարժվի, որ ես լիովին կարողանամ իրան պահեմ։ Գևորգ, դուք ֆիքսված եք մեկ կետի վրա, դա ձեր կենտրոնացման համար է, թե ինչ-որ ուրիշ։ Ոչ, ես կարող եմ։ Կարող եմ ասա։ Բրավո տղաներ, կեցեք, հրաշալի է։ Քայլ է դնես, ուղղակի ես պատրաստ չէի քայլ դնելու, Գևորգը ուրիշ դեր։ Այսինքն ամեն ինչը կապ ունի, իհարկե, երբ որ դու մի տոշկում կայնած ես, լրիվ ուրիշ բալանս է, երբ որ քայլ ես դնում, արդեն ուրիշ պրիսիդանյան է։ Անկամ մենք որպեսզի երկար փորձ անենք, մենք Պրոստը պրիսիդանի ենք անում։ Կքանստում եք ուղղակի, ահա։ Ոչ մի վարկյան ձեզ չի պահանջվում, որպեսզի թուլանաք։ Տղաներ, չեմ ուզում խոսել, որպեսզի չխանգարեմ ձեզ, բայց հիմա հպարտորեն նայում եմ ձեզ, Գևորգ, դուք չգիտեմ որքան ուժ եք այս ամենի համար գործադրում։ Ես 75 կիլոգրամ իմ քաշը, ուղղակի որ պարապում է զալում, ապ։ Ասացիք ապ, Անդրանիկ։ Պարապում է զալում, ինքը կպատկերացնի, որ ուղղակի 75 կիլոյով գքանստում, Այո։ գքանստում որ անի, պատկերացնի ինչքան բարդ է, անգամ ուսերին դրած, իսկ դե դու երբ որ անում ես ժվոյ վեսով, ժվոյ քաշով, կենթանի քաշով, այդ դեպքում իհարկե այդ քաշը ոնց որ կրկնակի լինի ու հետո երբ որ ինչ-որ անշուշ բան ես վեկալում, իր ես վեկալում, ավելի հեշտ է։ Տղաներ, իսկ մենք ականատեսը կլինենք ձեր ամենապահանջված եւ սիրված հնարքի, դանակներով հնարքի մասին մեր հնարքին, իհարկե մենք կարող ենք հիմա փորձենք,
Դե կխնդրեմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, մինչ ձեր ռեկվիզիտները կլինեն տեղում։ Արմեն, կինժալները բեր նա։ Ահա, այստեղ արդեն գործեց գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն լինելու արտոնությունները, բերեք ինձ համար ռեկվիզիտները։ Տղաներ, մենք արդեն կհանդիպենք ձեր հնարքը նկարահանելիս։ Ռեկորդակիր համարի ականատեսն ենք լինելու, ճիշտ է։ Ձեր ծրագրի համար։ Դե, ձեզ կրկին հաջողություն եմ մաղթում։ Բրավո, տղաներ, շունչը շպահած հետևում էի ձեզ, նույնիսկ սխալ ասեցի, շունչը սպահած հետևում էի ձեզ։ Ստեղ ափ չես կարող օգտագործես, քանի որ չես կարող խոսած, մեր ափը ստեղ սենց ենք անում իրար։ Ինչ է նշանակում ափ։ Ափ, այսինքն վերև։ Վերև։ Ափը հայտի մեր համար կոմանդա, որ արդեն պատրաստ ես։ Հասկացա։ Արդեն ափի ժամանակ զգում ենք, որ կարանք վերցնենք։ Հետո կա էքստրեմալի սիտուացիաներ, երբ որ ասում ես ափ։ Հասկանալի։ Այսինքն վсё վերջացավ, շուշուտ վերջացավ։ Շատ բարդ հնարքեր, որովհետև լսում էին նույնիսկ որ քթով եք միայն շնչում, դե բնականաբար տարբերակ չկար, բերանը փակ էր։ Տղաներ, շնորհակալություն ձեզ հրաշալի զրույցի համար, շնորհակալություն կրկեսի հեքիաթային զարմանահրաշ աշխարհը մեզ համար բացահայտելու համար։ Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, նորանոր գինեսյան ռեկորդներ եւ ամենակարևորը շնորհակալություն հպարտության զգացողության համար եւս մեկ անգամ հայերի անունը բարձր հնչեց ամբողջ աշխարհով մեկ։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում, շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Վիզաժ Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Վիզաժ Color եւ արդյունքն ակնհայտել։ Վիզաժ Color, ընտրիր քո գույնը։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ, Այո, Գևորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրներին հրաժեշտ տվեցինք, բայց քեզ ուզում եմ ասել շնորհակալություն ինձ կրկեսում հանդես գալու հնարավորություն տալու համար։ Մեկ պտույտ օթում կատարեցի։ Հուզիչ պահեր, խոստովանիր։ Հրաշալի էր, բայց տղաները տիտանական աշխատանք են տանում։ Այո, եւ մեծագույն հպարտություն ինձ մեջ կոնկրետ արտնացրեցին, որովհետև փառքով ներկայացնում են Հայաստանը ողջ աշխարհով մեկ։ Այո։ Շատ շնորհակալություն Գևորգին եւ Անդրանիկին, իսկ ձեզ հետ Վահանն էր Միրաքյան։ Եվ Դավիթը Վարդանյան, ինչպես միշտ։ Մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։